Մանո Ագնես, Մանո։ Ագնեսը այստեղ հանդես է գալիս առաջնորդի դիրքերից, դա Ռաֆոյի սրտով չէ։ Դու նոր ես եկես կոալիցիա։ Նոր չեմ եկել, դու ես իմ թիմից վարչեցը։ Աղասը չունի այլևս դաշնակիցներ թիմի ներսում, փորձում է Ռոզալիայի հետ դաշին կազմել։ Նորմալ երկու բառ չկարացի կապեմ իրար։ Չեմ հասկանում Ռաֆը ինչ է ասում, բայց արիշը չեմ հասկանում ինչի է ինձ ասում։ Ֆլիրտ է սկսվում Ռաֆի ու Շուշանի մեջ, գուցե այստեղ ձևավորվի սիրային եռանկյունի Շուշան Էդգար, թե Շուշան Ռաֆ, աղադրույքի գինը շատ ավելի բարձր է, եթե նա սխալվի, ապա անմիջապես պիտի լքի նախագիծը, այնպես խաղալ, որպեսզի պարտվեն եւ լիան լքի խաղը, թե խաղալ հանուն հաղթանակի։ Ռաֆը զարմանալիորեն վատ է հանդես գալիս, նրա ձեռքերն ու ոտքերը դողում են։ Ավարտվում է 100-ամյա պատերազմը աստղերի թիմում։ Քննադատություններ առ այն, որ ես պաշտպանում եմ Լիային, ես վստահաբար չեմ միանա որևէ տեսակի ատելության արշավի։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մեկնաբանելու եմ Arm Games աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանի 6-րդ սերիան։ Եթե բաց եք թողել նախորդ սերիայի վերաբերյալ իմ մեկնաբանությունները, հղումը կգտնեք այս տեսանյութի ներքո։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա թողարկումները։ 6-րդ սերիան մի շարք փոփոխություններ մտցրեց խաղում։ Եղան որոշ վերադասավորումներ եւ իհարկե անակնկալներ։ Մեծագույն անակնկալն այն էր, որ աստղերի թիմը հնարավորություն ունեցավ բլոգերներից մեկ հոգու բերել իրենց թիմ, քանի որ ֆիլմերի վերաբերյալ խաղում նրանք ավելի լավ արդյունք էին ցուցաբերել։ Իդեպ անակնկալ արքը ոչ թե ամբողջ թիմի համար էր, այլ թիմից մեկ հոգու եւ այստեղ աղասը ոչ մի պայքարել, որպեսզի հենց իրեն հասնի այդ արքը եւ նրա մեջի բովանդակությունը։ Այս հարցի շուրջ բանավեճ է ծավալվում աղասի եւ Ռաֆի միջև եւ այստեղ երևում է, որ աղասը չունի այլևս դաշնակիցներ թիմի ներսում։ Երևի ես ընտրեմ։ Ես կարամ ընտրեմ։ Ես ուզում եմ ընտրեմ։ Ես կարամ ընտրեմ։ Դե կարենալ կարան։ Okay, ես ընտրեմ։ Եկես անգամ ես ընտրեմ։ Ես ոչ մի չեմ ընտրի ախպեր։ Դու նոր ես եկես։ Նայ մտածում եմ էլի շո պատստավնոյ բա ախպեր չկա նոր ես եկես կոալիցիա։ Նոր չեմ եկել, դու ես իմ թիմից վարչեցը։ Ժամանակին, երբ աղասը 5 հոգանոց կոալիցիայի մաս էր կազմում, նրա դիրքերը շատ ամուր էին, սակայն այժմ նա միայնակ է մնացել եւ հայտարարում է, որ ինքը միայնակ է խաղում եւ որևէ կոալիցիայի մաս չի կազմում։ Ես բաշտորապես հայտարարում եմ, ես այս կոալիցիայից չեմ, ես մենակով եմ։ Ինչ է ուզում ալինի թիմի համար արվելու, հավատա Ես այս թիմից չեմ։ թիմի համար ինչ հիշում եմ անում եմ։ Ինչ սազական է չի նման մանր բաների պատճառով վիճաբանության մեջ մտնեմ, անկես ինձ նստած ուղղակի ուզեցա վեր կենամ, գնամ, նախագիծը թողեմ գնամ։ Աղասը հասկանալով, որ առաջիկա քվեարկության ժամանակ կարող է մրցակից կոալիցիայի թիրախում հայտնվել, փորձում է Ռոզալիայի հետ դաշին կազմել, նրան բացատրելով, որ իրենից հետո հաջորդը Ռոզալիայի դեմ են քվեարկելու եւ կարծես թե նրանք համաձայնության են գալիս։ Եվ քննարկում է, որ երբ բլոգերների թիմից մեկ հոգի էլ գա աստղերի թիմ, նրանք կարող են 3-ով կոալիցիա կազմել եւ դիմակայել մյուս կոալիցիային։ Աղաս Ձյադյան ինձ կանչեց առանձին զրույցի։ Ինքը սկսում է խոսել, ու ես հասկանում եմ, որ իմ ու իր ուղեղներում նույն ծրագիրն է մշակվել։ Եթե այսօր իրանք մնան այտենց քեզ էլ հանեն, հաջորդ հովա լինելու։ Այո, Բնականաբար։ դրա համար մեզ դա ձեռք չի տալի։ Շուշան հաստատ իմ հետ է խաղալու։ Բնականաբար։ Դու էլ եթե միանում ես մեզ, Ես սիրով, ես բոլորով դառնում ենք 3-3։ Եթե ես չուզեի կամ մտքից չլներ, դաမှչէի կանչի քեզ Այս առանձին զրույցի։ պաղպաղական Արխի մեջ միակողմանի ռևերսի քարտ է, սա հնարավորություն է տալիս մեկ հոգու բլոգերների թիմից բերել աստղերի թիմ եւ Ռաֆը միանշանակ եւ աներկբա որոշում է, որ դա պիտի Շուշանը լինի։ Սա զարմանալի չէ, որովհետեւ դեռ նախորդ սերիայում Ռաֆը որոշակի ուշադրություն էր ցույց տալիս Շուշանի նկատմամբ։ Իմ ու Շուշանի առաջին զրույցն է։ Նորմալ երկու բառ չկարացի կապեմ իրար ու չկարացա բացատրեմ, թե ինչի որոշեցի, որ ինձ իրան բերեմ իմ թիմ։ Չեմ հասկանում Ռաֆը ինչ է ասում, բայց արիշը չեմ հասկանում ինչի է ինձ ասում։ Թեև իմ կարծիքով ավելի տրամաբանական կլիներ, որ տղաներից մեկին աստղերը բերեին, որպեսզի սեռային հավասարակշռություն ապահովեին թիմերի միջև, սակայն Շուշանը եւս ուժեղ մասնակից է եւ նա կարող է լավ հանդես գալ մեծ խաղերում, ուստի կարծում եմ այդ առումով չեն տուժի աստղերի թիմը եւ այստեղ նաեւ որոշակի մենք տեսնում ենք, որ ֆլիրտ է սկսվում Ռաֆի ու Շուշանի մեջ, ավելի ճիշտ մենք տեսնում ենք Ռաֆի ուշադրություն Շուշանի նկատմամբ, որն իր հերթին դուր չի գալիս Էդգարին եւ գուցե այստեղ ձևավորվի սիրային եռանկյունի։ Ճիշտ է, Շուշանը արդեն մեր թիմից չի ու տեսնում եմ, որ Ռաֆեյան առանձին մի կողմ է քաշել, ինչ-որ բաներ է ասում։ Շուշ։ Ինչ էր ասում Ռաֆը։ Հիմա էլ էգո։ Ինչ եք ուզում ինձնից։ Երևի չքվեարկեմ էլի իրանց կոալիցիայի մասը։ Նորմալ բան չես ասես։
նորմալ է, դու ստես։ Այդ Ռոզայի հետ խոսում հասկանալի։ Շուշան Էդգար, թե Շուշան Ռաֆ, կլինի արդյոք որևէ տեսակի սիրային ինտրիգ, կիմանանք առաջիկայում, այս սերիայում դեռևս տեսնում ենք, որ որոշակի զարգացումներ ու խմորումներ են նրանց միջև տեղի ունենում։ Բլոգերների թիմում Գևորգ Մարտիրոսյանն առաջարկում է, որպեսզի արկղը բացի այն մասնակիցը, որն ավելի ակտիվ մասնակցություն է ունեցել խաղում, եւ Շուշանն ու Լիան տալիս են Ռաֆոյի անունը, Ռուբոն եւս սրա հետ համաձայն է, սակայն Ագնեսը այստեղ հանդես է գալիս առաջնորդի դիրքերից եւ ասում է, որ իր կարծիքով Մանոին պիտի հասնի քարտը, թեև Մանոն անկեղծ լինենք, այդքան էլ ակտիվ չի եղել խաղի ժամանակ։ Ոնց որ որոշվեց, որ ես եմ վերցնում նվերը։ Ես առաջարկում եմ, որ նվերը տանք Ռաֆին, որտեղ ամենաակտիվն ու ամենալավը Ռաֆն էր եղել։ Բայց վիդիտիլի Ագնեսը ուրիշ պլաններ ուներ։ Մանո, զգում եմ, որ նվերը որոշվում է գնա Ռաֆին, բայց քանի որ ֆոկուսը անդադ Ռաֆի վրա ու իրեն ամեն տեղ գցում է, իսկ մեր Մանո շատ համեստ է, դրա համար որոշեցի Մանոին ասեմ։ Զարմանալի է, որ Ագնեսի աղարծիքը այսպես միաձայն կարծես անցնում է, եթե հիշում եք երկրորդ սերիայի ընթացքում, երբ որ խաղում պիտի առաջնորդի դեր ստանձնեին, Ագնեսն առաջարկել էր իր տեխնացիոնը, սակայն Ռաֆոն իրենն էր առաջարկել եւ Ագնեսը ասում էր, որ չի ցանկացել պատասխանատվություն ստանձնել եւ ես նրան կոչ էի անում լինել ավելի համարձակ եւ ավելի լսելի դարձնել իր ձայնը։ Կարծես թե Ագնեսի մոտ այս զարգացումը նկատելի է եւ նա որոշել է, որ իր ձայնը, իր կարծիքը պիտի հնչեցնի շատ հստակ եւ թիմը լսում է նրա ձայնը եւ նվերը բաժին է հասնում Մանոին։ Նայեք, ես Մանոյի դեմ բան չունեմ, հա, ինքը շատ լավ մարդ է, բայց ինքը պրոստը նստած էր այս խաղի ժամանակ ու ասում էր ճիշտ է գրեք։ Ճիշտ է գրեք։ Նու, դրա համար Մանո Ագնես, Մանո Ագնես։ Ակնհայտ է, որ սա Ռաֆոյի սրտով չէր եւ Ռաֆոյի խաղաոճն իմանալով գիտենք, որ նա վստահաբար հիշեցնելու է դա Ագնեսին հարմար պահին եւ նա չի էլ թաքցնում իր դժգոհությունը, անգամ Ագնեսի ընկերների Շուշանի եւ Էդգարի մոտ է ասում, որ հավանաբար քվեարկելու է Ագնեսի դեմ, քանի որ համաձայն չի եղել այդ որոշման հետ։ Անկեղծ ասեմ, մի փոքր ներվայնացա, նախ եթե այսօր քվեարկություն ա լինելու, ես Ագնեսին եմ քվեարկելու։ Բայց ինչի՞ է։ Որովհետեւ նայ, պատճառ պետք չէ մանգանք այսօր քվեարկելու, ձեր դեմ ես ինչ-որ պատճառ չունեմ, իր ապարագայում, որ sense բան ինքը արեց, ես ուզում եմ ոնց որ իրան քվեարկեմ։ Որովհետեւ ինչ անշակում Մանո, ինչ արել, որ նստել է կողքերս նստած էր աթոռին։ Իրականում sense քիփիլիկ սաստավով ենք մնացել, այն չեմ հաշվում, ինքը գնացող է, բայց հաջորդը ինձ համար Ագնեսն է, որ պետքա գնա։ Ես զարմացա, որ Մանոն ինքը չառաջարկեց, որ մեկ ուրիշը ստանձնի այդ քարտը, քանի որ նա ակտիվ իսկապես չէր եղել այդ խաղի ընթացքում, սակայն հետագայում էլ ավելի զարմացա եւ Մանոն ասաց, որ ինքը ուզում էր Ագնեսի դեմ քվեարկել, չէ՞ որ հենց Ագնեսի գրեթե միաձայն որոշումով իրեն բաժին հասավ այդ քարտը։ Թե ինչու էր նա Ագնեսի դեմ քվեարկում, ինձ համար հասկանալի չէ, մանավանդ որ թիմում աղջիկների թիվը գնալով պակասում է եւ բլոգերները այնպես չէ, որ ուժային առումով զիջում են աստղերին, այսինքն Մանոն կարող է շատ հանգիստ տղաներից մեկի դեմ քվեարկել, սակայն նա հակված է եղել Ագնեսի դեմ քվեարկելու։ Մեծ խաղից առաջ բլոգերները պիտի որոշեն, թե իրենցից մեկ հոգին ով է, որ չի մասնակցելու խաղին, քանի որ իրենք թվով ավելին են, եւ այստեղ անակնկալ է բացվում, այդ մեկ հոգին պիտի խաղադրույք կատարի թիմերից մեկի հաղթանակի վրա, սակայն խաղադրույքի գինը շատ ավելի բարձր է, եթե նա սխալվի, ապա անմիջապես պիտի լքի նախագիծը։ Այստեղ քննարկում է գնում եւ Ռաֆոն առաջարկում է Ագնեսի ու Լիայի տեխնացությունները, Ագնեսը դարձյալ շատ հստակ իր անհամաձայնությունն է հայտնում եւ որոշում են քվեարկել։ Ագնեսն ու Լիան միասին քվեարկում են Ռաֆոյի դեմ եւ եթե Գևորգ Մարտիրոսյանը ճիշտ կողմնորոշվեր եւ ինքն էլ Ռաֆոյի դեմ քվեարկեր, այդպիսով նա կփրկեր Լիային այդ վտանգավոր դիրքից, սակայն նա քվեարկում է չգիտես ինչու մենակով Ռուբոյի դեմ եւ այդպիսով Ռաֆոյի Լիայի դեմ ձայները հավասար են բաշխում։ Իսկ այստեղ երբ արդեն Ռաֆոն վտանգի մեջ է, բլոգերները այնուամենայնիվ ձայների մեծամասնությունը տալիս են աստղերի թիմից եկած Լիային եւ Լիան հայտնվում է այդ վտանգավոր իրավիճակում։ Լիան դժվար կացության մեջ է, նա դժվար ընտրության առջև է, որովհետև մի կողմից աստղերի թիմում շարունակաբար իր դեմ են քվեարկել, մյուս կողմից նա եկել է բլոգերների թիմ, որտեղ առաջին իսկ քննարկության դեպքում նրան ցույց տվեցին, որ իր դեմ են պատրաստվում խաղալ։ Այնուամենայնիվ նա որոշում է խաղադրույք կատարել աստղերի հաղթանակի վրա եւ այստեղ հետաքրքիր իրավիճակ է, քանի որ աստղերի թիմում 5-ից 3-ը հենց այն կոալիցիայի անդամներն են, որոնք միշտ իր դեմ են խաղացել։ Ու թեև նրանք ցանկանան հաղթել, սակայն պարտվելու դեպքում Լիան անմիջապես լքելու է խաղը։ Ուստի կարող է նրանց մեջ մի փոքր կասկած է առաջացել այնպես խաղալ, որպեսզի պարտվեն եւ Լիան լքի խաղը, թե խաղալ հանուն հաղթանակի։ Եթե մենք պարտվենք, Լիան լքում է նախագիծը։ Բայց ես չեմ ուզում ենք պարտվենք։
Բայց ես ուզում եմ, որ Լեան լքի նախագիծը։ Մենք տեսանք, որ առաջին իսկ կետում Ռաֆը զարմանալիորեն վատ է հանդես գալիս, եւ սա հարուցում է աղասի մոտ կասկած, որ գուցե նա դիտավորյալ է անում, որպիսի Լիան լքի խաղը։ Մենք պրոստը հենց սկզբից ունեցանք այդ կիքսը, այդ որ դու Ռաֆ չէիր կարող, գիտես որ նա որ գոռում ենք ասում ենք գցի, իտոգը մելի դու կանխվում ես, ուզում ես տենց հայ մեկը բոյետ չի ասելու։ Չեմ ուզում ասեմ ինատու էս արե, բայց միտեղ կարող ասես մտքովս պահի տականցնի, որ զուտ պրոստը որ ստավկեն Լիան էր, այսինքն որ մեր վրա է դե ու եթե կրվեինք պետք է թռներ, հաշվի առնելով նաև ձեր կոնֆլիկտը, ես պրոստը պահիտակ մտքովս անցավ, ասի ինադու, յա։ Ես հարցը տվեցի պատասխանում, եթե մի բանի նայում եմ ես հաղթանակի տեսանկյունից, այսինքն ես եթե ձգտում եմ հաղթանակի ձգտող մարդը չէր ուզենա պարտվել։ Լսում եմ Ռաֆին, բայց ուղիղ չեմ ուզում ասեմ, բայց չեմ հավատում։ Խաղի հետագա փուլերում ինչ որ պահի նրանք գրեթե հավասարվում են բլոգերների հետ եւ վերջին կետում է արդեն բարձ լինելու, որոշիչ լինելու թե ով է հաղթելու եւ այստեղ Ագնեսն ու Ռուբոն կարողանում են շատ ավելի արագ հավաքել տանգրամի մասնիկները եւ հաղթանակը դարձյալ բլոգերներին է 4 անգամ անընդմեջ բլոգերները հաղթում են աստղերին, ընդհանուր հաշիվը մեծ խաղերում 4-2 է հոգուտ բլոգերների։ Ինձ թվում է աստղերի թիմում ծագած անհաշտություններն ու վեճերն են պատճառը, որ նրանք վերջին հաղորդումներին շարունակաբար պարտվում են։ Լիան հեռանում է խաղից բարի խոսքեր ասելով, սակայն ինչպես արդեն գիտենք, նա դեռ վերադառնալու է։ Քվեարկությունից առաջ աղաս հայտարարում է, որ նա ցանկանում է լքել նախագիծը եւ իր տեղը տալ Լիային։ Վայ այնքան զարմացա, որ աղա Ջազյան սկսեց խոսել իր գնալու մասին, ինչ պայմանավորվել էինք, սենց մի վարկյանում սիրուն ծալեց, գցեց ջուրը։ Ես լքեմ իմ փոխարեն գա այն մարդը, ով որ այս խաղին իմ համար ավելի արժանի է։ Սա արդեն թվով երկրորդ մասնակիցն է, երկրորդ տղան է, որ դուրս է գալիս խաղից, որպեսզի Լիան մնա եւ հետաքրքիր է, որ նա վերադառնում է, սակայն հենց նույն պահին րոպեներ անց բլոգերների թիմը քվեարկում են Լիայի դեմ եւ նա կրկին հայտնվում է վտանգավոր գոտում։ Աստղերի թիմում ամենաշատ ձայներ ստանում է Էրմինան եւ մենք ականատես ենք լինելու սպասված մենամարտի։ Հակամարտող կոալիցիաների անդամները պայքարելու են միմյանց դեմ հանուն հաղթանակի, շատ էմոցիոնալ խաղ է եւ ել ավելի էմոցիոնալ ավարտով Էրմինան հաղթանակ է տանում եւ բառից բուն իմաստով փլվում է հաղթանակից հետո նրա ձեռքերն ու ոտքերը դողում են այն ինչ չէր հաջողվում իրենց կոալիցիայում նախկինում Էրմինան արեց դա իր ձեռքերով նա բառից բուն իմաստով իր ձեռքերով խաղից դուրս թողեց Լիային եւ կարծում եմ այդ հաղթանակը նրա համար շատ կարեւոր էր ամենամեծ ձայն եւ վերջ իրականում դրանից հետո էմոցիաներս ուղղակի աննկարագրելի ա եղել, որովհետև այդ պահին ես հասկացա, որ Լիան չի դասավորել ու ոտքերս ինձ թվում է ուղղակի չենթարկվեցին ինձ։ Էրմինային շնորհավորում եմ իր առաջին անհատական հաղթանակի կապակցությամբ եւ այդ առիթով նա ունի նաեւ հատուկ քարտ, ձայնից զրկելու քարտ, որը կարող է կիրառել հաջորդ քվեարկության ժամանակ։ Ավարտվում է 100-ամյա պատերազմը աստղերի թիմում։ Ի վերջո Էրմինա Էմա Ռաֆ կոալիցիային հաջողվեց Լիային հեռացնել խաղից։ Լիան կարծես թե հեռուստադիտողների համար այս եթերաշրջանի գլխավոր հակահերոսն էր, հատկապես երրորդ սերիայում Անայսի հետ վեճից հետո նրա նկատմամբ շատ էին բացասական մեկնաբանությունները։ Սակայն ես նկատում եմ, որ վերջին երկու սերիաներում Լիայի նկատմամբ վերաբերմունքը կարծես փոխվում է եւ նրան աջակցող մեկնաբանություններն են ավելանում, դրան զուգահեռ ավելանում են նաեւ Էմային եւ Էրմինային քննադատող մեկնաբանությունները։ Իմիջայլոց իմ հասցեին եւս ես ստացել եմ քննադատություններ առ այն, որ ես պաշտպանում եմ Լիային, այս կապակցությամբ ուզում եմ ասել, որ ես ովևէ մասնակցի պաշտպանելու կամ արդարացնելու խնդիր ի սկզբանե իմ առջև չեմ դրել, Պարզապես ինձ դուր չի գալիս, որ մասնակիցներից որևէ մեկը թիրախ է դառնում եւ այսպես ատելություն է նրա նկատմամբ ուղղվում։ Ես վստահաբար չեմ միանա որևէ տեսակի ատելության արշավի որևէ մասնակցի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Լիային, ապա ինձ դուր էր գալիս, որ նա վառ կերպարեր, պայքարող մասնակից էր եւ նրա դեմ, որ խմբվում էին մարդիկ, պայքարում էին, դա եւս որոշակի հետաքրություն էր մտցնում խաղ։ Թեև ինձ համար հասկանալի է, թե Լիայի արարքները որոշ դրվագներում ինչու է բարկացնում հեռուստադիտողներին, այնուամենայնիվ ես ուրախ եմ, որ նա մասնակից է եղել այս եթերաշրջանի եւ այսքան քննարկումների առիթ է տվել։
Առհասարակ ինձ համար առավել հետաքրքիր են ավելի ակտիվ, վառ, գուցե խնդրահարույց վարքագծով, գուցե երբեմն սխալներ գործող մասնակիցները, քան նրանք, որոնք միշտ բարի են, որոնք միշտ թվերում են կամ սեփական կարծիքը հստակ չեն հայտնում։ Ոստի լինի դա Լիան, Էման, թե այլ մասնակից, ես շնորհակալ եմ նրանց վառ մասնակցության համար եւ այս եթերաշրջանը առավել դիտարժան դարձնելու համար։ Այսպիսին է իմ դիրքորոշումն ու կարծիքը։ Դուք էլ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը եւ նշեք, թե որ մասնակցին եք հաղթանակ ցանկանում։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին քննարկենք հետագա սերիաները։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։